Կանոնը Ռոբերտ Նազարյանը մերժեց մեր պահանջը, մենք հիմա կփորձենք նորմալ առանց ոստիկանության բախում անելու, բարձրանալ վերև եւ պատասխան ստանալու մեր հարցերի համար։ Թող ճանապարհը ճիշտ են, սենց կսպանեն։ Tasvir gel. Garip güneş. Garip güneş. Tasvir gel. Tasvir gel. Gerek var. Artık
Baron Vostigan, ըչ Vostigan։ Ոստիկանները մեզ հորդորում են, Դուրս եկեք մեջից, արակից դուրս եկեք։ Դող արգելի ժողովուրդ։ Մարզա իշտում ազնաժողովուրդ։ Հատ հանդարտվեք։ Ոստիկանների ճապ։ Ուրեմն ստեյջը բացում այլ է ոստիկանները բռնի ուժով ոստիկանները բռնի ուժ կիրառելով բռնի ուժ կիրառելով շուրջ 7-8 ոստիկաններ 100-ին հասնեն բռնի ուժ կիրառելով հեռացրին վաշկացրին երկասաներին քիչ տալով նրանց մոտենալ ստեմի նորմալ, հա? Ապե չեք լսում ձեր ընկերոջը։ Ապե ընկերոջը լսի գորը։ Ապե ընկերը սխալ ես արտայտում, ընկերոջը ընկերոջը լսի։ Հատուկ ջոկատային եկել բերետավոր մոտ 20 հատուկ ջոկատային ոստիկանների խճվեց ճանապարհ բացել, որպեսզի այդ մասը գա այստեղ նաև ոստիկանական ոչ մեկին դեռ բերման չեն Ասում ենք պարոն Նազարյանին 37 միլիարդ պարտք կա։ Ասում ենք այդ պարտքի մեջ մցրել եք նախորդ տարիների պարտքը։ Նախորդ տարիների պարտքի համար թանկացրել եք մեկ անգամ եւ հաջողված վճարում ենք։ Հիմա ինչու եք այդ ամբողջը անտեսել, նորից թանկացնում եք 7 դրամ։ Ինչու։ Բարի, հասկացա ձեր հարցը։ Ձեր անունը ինչպես է։ Վահագն։ Վահագն, կանա տես դիպետ։ Այո։ Վահագն ջան, ուրեմն մենք այդ ձեր հարցերի բացատրությունները, թե ազգային ժողովի լսումների ժամանակ, թե եթե երեք նայել եք այդ նույն հարցը բացացրեցին մարդկային գործեր եւ այլն, դրանց պատասխանները տվել եմ։ Ես ուղղակի ի պաշտոն այն մասնագետը չեմ, որ իմացած մասնագիտական պատասխաններ տամ, բայց ես կարամ հետեւյալն առաջարկեմ։ Հանձնաժողովի նիստը կավարտվի։ Ես հանդիպում եմ կազմակերպում, ոչ, ուշ չի լինի։ Կարող եմ ես ձեզ մի բանում հավատացնեմ։ Եթե դուք այնց առաջարկ անեք,
որ մենք այդ առաջարկը ձեզ բացատրենք, որ ձեր համար հասկանալի չլինի, այսինքն թվային արժեքներով, խնդիրներով, բանով, ձեր առաջարկը անպայման լսելի կլինի մեր մոտ։ Պարոն Սողոմոնյան ջան, ներողություն, թվային պատկերը շատ հեշտ է, պետք չէ մեծ մասնագետ լինել։ Ասում ենք Այդ ամեն ինչը ձեզ կբացատրենք։ Ընդամենը 2014-15 թիվ, ներողություն, չէ, ավելացել է 9 միլիարդ դրամ։ Այսինքն ավելացել է այս տուժը 9 միլիարդ դրամ։ 9 միլիարդի համար չեք կարող 7 դրամ թանկացնել։ Մենք դեմ ենք բոլոր թանկացումներին։ Դուք վերցրել եք նախորդ 12, 13, 14։ Այդ պարտքերի դիմաց թանկացրել եք 3.8 դրամ, դա ներառված է այդ գնի մեջ։ Վճարել ենք, 1 տարի վճարել ենք եւ հաջողված ենք վճարել։ Իհարկե հիմա կասեք, 1 վայրկյանից ավարտում եմ։ Հիմա այդ ամբողջը չեք հաշվի առնում, սարքել եք 37 միլիարդ, բռնել եք 3 տարի, միասին ասում եք չկա այդպես թիվ, չկա։ Չկա այդպես թիվ։ Մասնակցող են կներեք բարիս համար սխալ եք ասում։ Ամբողջը հենց հաշվի առնված, որ ժողովուրդը, սպառողներս, այդ թվում եւ ես որպես սպառող, ոչ մի կոպեկ ավել լումա Հայաստան էլեկտրական ցանցերին չենք վճարելու։ Նրանք բոլորը խնդրում են, Վահան ջան, լսի, ես ոնց որ համբերատար լսում եմ։ Մասնագիտական, գիտության վրա հիմնված ընդունած որոշումներ են։ Այնպես չի, որ ամեն տարի ոնց ուզում կարում ենք դա հաշվենք, հա, մեթոդիկաներ կան, գիտահետազոտական ինստիտուտներ են աշխատում, որոնց տակ գիտական մոտեցումներ կան։ Բայց ելի եմ ես կրկնում իմ առաջարկը։ Ես պատրաստ եմ, պետք է 3 օր, 5 օր, 10 օր ձեր այդ մանրակրկիտ նստենք քննարկենք, եթե դուք մեր հիմնավորները հնարավոր է պարոն Նազարյան այսօր հետաձգի, որ կարողանան քննարկել, հնարավոր չի, չէ՞։ Այս պահին արդեն հնարավոր չի, Եթե որոշումը Եթե կայացնեք ինչը քննարկել։ մի հոգի ներս գա, շենի վրա կանգնած կասի։ Պարոն Սողոմոնյան, եթե թանկացնեք 5 հոգի քվեարկում են թանկանում է, պարոն Սողոմոնյան, այդ ինչ քննարկենք։ Մի բան է։ Այս խնդիրը որ դուք բարձրացնում եք հիմա, պարոն Հովհաննես Մարկարյանն է բարձրացրել։ Տիկին Անի Զախարյանն է բարձրացրել։ Այսինքն այնպես չի որ դուք նոր բան եք ասում, որոնց են հանգամանքները։ Ես դրա համար այն խնդիրները որ դուք հիմա ստեղ բարձրացնում եք, հիմա դահլիճում քննարկում են։ Թույլ տվեք ասեմ, որ ազնվությամբ չեն ստանում պատասխաններ։ Լինում են ընդհանուր պատասխաններ, գեղեցիկ պատասխաններ, չի ստացվում։ Բայց այս նիստի ֆորմատը չի տալի ավելի մանրակրկիտ ես ներկայացնում։ Խնդրեք պարոն Նազարյան, հետաձգվի այս նիստը, որ բոլոր ոչ մի առաջարկ չի ընդունվում։ Ոչ մի առաջարկ չի ընդունվում ազգային ժողովը բոլոր պատրաստական է, որպես նաև հայ ժողովրդի զավակ։ Ձեր այդ քննարկել, բացատրել հիմնավորել, վստահ եղեք, որ որևէ ավել լումա հայ ժողովուրդը Հայաստան էլեկտրական ցանցերի ճոխությունների համար չի վճարել։ Պարոն Սողոմոնյան, ես կարող եմ ոչ մասնագիտական բան ասել։ Ես պատրաստ եմ ասել, ընդունում ձեզ, մեր մասնագետների հետ ցանկացած փաստաթուղթ կայքում տեղադրված է։ Բայց թափանցիկ, եթե խնդրեմ լիներ, դա տեղադրել եք անհրաժեշտ։ Պարոն Սողոմոնյան, մենք ոչ մասնագետ պատրաստ եմ ձեզ ընդունելու, ձեր փաստարկներ լսելու, փաստաթղթերով մասնագետ ունենք տնտեսագետ։ Եթե դուք այսօր հետաձգեք նիստը, եթե այսօր որ հետաձգեք նիստը, պարոն Սողոմոնյան, դուք իզորու չեք, առաջարկեք պարոն Նազարյանին, թող հետաձգի, որ կարողանան քննարկել։ Ազնաժողովը 2 ամիս այս հայտերը տեղադրել է կայքում։ Այո, 2 ամիսա այնքան ծավալուն է, նոր են գտնում։ Հերթով գնում են։ Այո։ Մենք պատրաստականություն ենք հայտնել, պաշտոնապես հեռախոսի համարներով, ընդունելով, որ կարող եք գաք 2 ամիսից ավել մենք պատրաստականություն ենք հայտնել լսելու ցանկացած քաղաքացու առաջարկը։ Դուք աշխատում եք պրոֆեսիոնալ թիմ, պիտի հասցնենք կարդանք 40 էջանոց բան։ Պիտի հասցնենք ուսումնասիրենք։ Պիտի հասցնենք մենք ոչ պրոֆեսիոնալներ ենք, ուսումնասիրում ենք։ Պարոն Սողոմոնյան, եթե այսօր պարոն Նազարյանը հետաձգի, կարելի է քննարկել, հասկանալ։ Մենք ասում ենք շատ հստակ բան, եւ դուք էլ եք այդ ասում։ Այդ ձեր առաջարկը հնչեցվել է դահլիճում։ Այո, բայց գեղեցիկ պատասխաններ են լինում։ Չի ոչ մի հարց հաշվի չի առնում։ Կարևոր դուք անպայման դուք այդ հարցը հնչեցրեք։ Որտե այդ հարցը քննարկվում։ Եթե այնտեղ շատ մարդ ներկա լինի ներսից, կարելի է դադարեցնել այս նիստը։ Այնտեղ այնքան մարդ կա, այդտեղ չկա։ Ախր դուք չեք արձագանքում ոչ մեկին։ Պարոն Նազարյանը ոչ մեկի հետ հաշվի չի նստում։